իրական ավետյաց երկիրը դա Հայաստանն է եւ ավետման խորհուրդը միշտ հայության առաքելությունն է եղել, որ այդ ավետման գաղափարը տարածել է միշտ աշխարհով մեկ եւ այսօր քաղաքակրթական նոր համակարգի, նոր համակեցության պատվերը պիտի հնչի Հայաստանից։ Ճշմարտությունը, գեղեցիկը, ուրախությունը դա միշտ արկա է։ Դա է տիեզերքի խորհուրդը։ Մենք սրա մեջ պիտի տեսնենք սկիզբը, նորը, եւ այդտեղ մեր հայության մեծագույն առաքելությունն ու պատասխանատվությունը։ Շնորհակալությամբ ընդունենք այս մեծագույն տիեզերական խնդիրները, որտեղ մեզնից է ակնկալվում դրա հաղթահարումը։ Ամենակարևորը նոր մարդու հայտնությունն է։ Եվ Հայաստանը, որը գտնվում է աշխարհի միստիկ խաչմերուկում, այդ նոր ապագայի մարդը միայն կարող է ծնվել Հայաստանում։ Ուրեմն Արարատյան մարդու խորհուրդն է, որ պիտի պայմանավորի նոր քաղաքակրթական մարդու համակարգը։ Եվ այդ առումով, եթե մեր մեջ յուրաքանչյուրս տեսնում ենք մեր ոլորտում մեծագործությունների կոչված մտահղացումներ, գաղափարներ, պիտի կարողանանք դրա շուրջ համախմբելով մեր իրական ներուժը ձևավորել համահայկական նոր քաղաքակրթական համակարգը ներկայացնող իրական սուբյեկտ, որի առաջնային հզոր հենասյուներն են արդարությունը, ճշմարտությունը, բարոյականությունը։ Հայաստանը եկեք ընկալենք որպես համաշխարհային քաղաքակրթական հոգևոր կայսրություն, ուղղակի պիտի աչքերը բացել։ Մենք փորձում ենք մեզ համար խնդիրներ ստեղծել, եւ այս արհեստական օրակարգը շեղում է մեզ այդ արտնացման գիտակցությունից։ Երբ որ մարդ սիրում է, սիրահարվում է, հայտնվում է երկիրն այդում։ Այսինքն դա այդ ոգեշնչումն է, ուրախությունն է։ Արևը ամեն օր ծաղկում է այդ խորհուրդը մեզ ներշնչելու, որ ամեն օր մենք ի վերջո շանս ունենք նորից ծնվելու։